Շնորհակալ եմ, եղբայր, մի հատ քարտ ես տուր տու։ Շատ բարևներ։ Բարև եղբայր։ Կարնիկ, լավ ես։ Լավ եղբայր։ Լավ եք ժողովուրդ ջան, ներն եմ ես ձեր ջանի, այ քեզ էլ բռնեցի։ Արել ես ձեզ տրամադրել։ Ծառը ընկեմ մեքենաս գարտվելով հադուցը քեզ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ես վերցրու։ Վերցրեք, դերով։ Մի հատ էլ, քարտես։ Բանո Վանեսա։ Հատկաներեք։ Բարև ձեզ։ Բարև եք եկել համար։ Աղավնին կանգնել Լավ է լավ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ով չունի քարտես։ Այմեցեք։ Էլի տայք։ Շապեջան բարև ձեզ, Լավ եք։ շատ լավ ենք։ Շնորհակալ եմ, մի հատ էլ նկարվենք։ Վերջապես ձեզ ժիվույթ տեսական։ Ուրախ եմ։ Ապրես։ Բարև ձեզ պարոն Փաշինյանից 2 հատ կտակ։ Իհարկե։ Շնորհակալություն շատ։ Բարև ձեզ, խելացի, իմ համեստ, իմ ամենալավ վարչապետ։ Քարտես։ Խաղաղության աղավնի։ Շնորհակալ եմ։ Մի հատ էլ կարելի է Իհարկե։ Հաճիկու։ նկարել եմ այդ նկարեք երեխեք Փաշինյան կարելի է Իհարկե, բարև Մարիկ ջան, բարև։ Լավ, դուք ոնց եք։ Ոչինչ, Աստված ձեզ պահապանել է։ Շնորհակալ եմ։ ով կարա նկարի Մարիկ ջան, ձեզ է քարտես։ Բարև ձեզ։ Ես մամաս Ջարխեջից եմ։ Ուրախ եմ շատ։ Իմիջայլոց բարեկամներ ենք։ Ուրախ եմ շատ։ Միասին քայլել ենք շատ։ Ուրախ եմ շատ։ Ուրախ եմ։ Ուզում եմ, որ անընդհատ կապի մեջ լինենք միասին։ Ես 2008 թվից եմ իմիջայլոց։ Անընդհատ կապի մեջ լինելը բարդ է, որովհետև շատերի հետ երբ որ կապի մեջ եմ, անընդհատ է նշանակում ոչ մեկի հետ կապի մեջ չեմ։ Որովհետև երբ որ նոր բան ենք, կոլեկցիա ենք։ որ նայեք ձեզ նկարեք Գիտեմ, որ ձեր մաման էլ է։ Այո, իհարկե։ որ խնդրեմ թողնեք մի հատ նկարվենք մի հատ սրտի կանենք էլի շնորհակալ եմ շատ ձեզ քարտես եմ Աղաջանյանների տոհմն է։ Ուրախ եմ շատ։ Մենք էլ Նկարվեք, համեցեք։ ժողովրդանով կարա մի հատ նկարի Ինչքան մինչև երբ ենք ստեղ։ Մի ժամանակ Չէ, մի ժամ շատ է։ Ետ մենք ստեղ Կես ժամով։ Վարչապետիս հետ մի հատ նկար Մագաջյան նկարի աղջիկս։ ամենամեծ բանը որ արեցիք դա մեր երկինքն է խաղաղությունը շատ Պարոն Փաշինյան ջան, մի հատ նկարվենք, հա։
Բարը։ Ով է նկարում, ժողովուրդ, ով է նկարում։ Իսկ պիկապը որտեղ է։ Պարոն Փաշինյան։ Թե բանա դրած։ Պարոն Փաշինյան, Աջան։ կարծեմ մամաս ու ձեր մաման, որ եղբոր թորներ են։ Կարող լինի։ Բարեկամներ ենք։ Ուրախ եմ շատ։ Փաշինյան ջան, հաջող նկարեք։ Լավա։ Նկարեմ, տվեք արագացնենք նկարենք։ Սակրատը ինչ նկարելու Փաշինյանի հետ։ Ես դեռ Որտե եք աշխատում իսկ։ չեմ ասում։ Այ ապեջա։ Մի հատ իմս կնկարեք։ Մի հատ է սրտիկով։ Ես աշխատանքի մի հատ նկարվեմ ու գնամ։ Ոնց է սրտիկը։ Հա, սեն չէ կարելի, հա լավ ոչինչ։ Ոնց է։ Լոնարդ նկարի։ Նկարվեք։ Նկարվեց։ Ձեր հետ ենք պարոն Փաշինյան։ Շնորհակալ։ Մի հատ քարտեզ եթե կարելի է, շատ մերժ։ Ունեք դուք քարտեզ։ Ում չտվեցի քարտեզ։ Մարինից նկարի չստացվեց, փակվեց, հայ Մարին, Տվեք։ ես հա չի դարնում, փակվեց, Մարին նկարի, Հետո ինչ կնկարեք։ Շատ լավ եք գնանք արի։ Շնորհակալ եմ։ Մենք ձեր շատ բոլորը սիրում ենք, որ մենք հաղթենք, պահպանենք մեր խաղաղությունը։ Ես էլ եմ նկարվում։ Այն մյուսը, հա։ Ձեզ տեսնելով ես ոգևորվել եմ, որ կյանքը սկսել նորից։ Այդ աստիճանի ես միշտ հետևում եմ։ Շատ մերսի։ Հա, գոնե այսօր ինձ հերթ ասի։ Քարտեզ, Քարտեզ։ Էլի տվեք քարտեզ։ Միատ ինձ են նկարեք, հա։ Այո, իհարկե։ Իմ հեռախոսի ստացում կյանք։ Չեղավ, Զոյ ջան, դու Ժորժ ջան, դե գնանք արդեն, պիտի խոսենք։ Можно с вами селфи сделать, пожалуйста? Меня зовут Алена, я веду блог про Армению. Очень приятно. За 3 недели уже больше 1 миллиона просмотров. Очень приятно. Мятный карвик. Будешь фотографироваться? А можно сын пройдет? Это шатом. Инцбанка так. Մեատելիվետ նկարվեք, դրանից էլ տվեք, բարև ձեզի։ Տվեք։ Չունեմ, մասպետը կնկարի հետո։ Մեր լուսանկարիչը թող նկարի, հենա նկարում են, նկարեց, տղան նկարեց։ Բաբա, բենզի, հլը ձերը կծի ուսից, ես էլ լսեն ծամեր։ Թող։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Մեզ հաղթանակ։ Մասպետ։ Չէ, բա ես իմ հեռախոսի մեջ չկա, գայան լծի նկարի հետը։ Հետո կինուց կանես մնե, կծի ձերս, ուսս կծի։ Տելևիզորով շատ եմ տեսել, ներսի, մոտիկից տենան, մի բատիկ, Զգուշ։ ես մասպետի ունես այդան։ Նկարվեն։ Ով է նկարում։ Անգա, Զգուշ է։ Ում հեռախոսն է սա, ձերն, հա։
Ուրախ եմ ձեզ գնալու, ես դուրսն եմ ապրել, ձեզ առաջնորդ աջակցում եմ, միատ նկարվեմ ձեր Բարև ձեզ, ես եկել եմ ձեզ ողջունի խոսք ասեմ, այն ինչը որ պետք է ասեմ, բազմիցս դուք լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք լավ եմ արել, ես իմ սրտի խոսքն եմ, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ, դուք գիտեք քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած եւ կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք։ 197 անհետ կորած է։ Անհետ կորած, քանի բարձրաստիճան։ Ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք, բռնի անհետացած։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197 է։ Ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի։ Բռնի անհետացած։ Մեզ կոտորել Ում ձեզ կոտորել։ Դուք մեզ կոտորել Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել։ Դուք Աշխատան գիտություններ տեխնացի որտեղ եք աշխատում դուք, որտեղ եք աշխատում, չէ ասա որտեղ եք աշխատում, մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, ուրեմն լսեք ինչն եմ քանում, փորձեցիք մեզ կզացնել, եթե դուք ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք, եթե դուք ռոբն եք, ռոբիներ ենք կզացնելու, կալուգացուներ ենք կզացնելու, գագոյներ ենք կզացնելու, Սերժիներ եմ կզացնելու, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբին կզացնելու եմ, հիմա եմ անելու, կզացնելու եմ և կզացնելու եմ, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, կզացնելու եմ, ես հայ եմ, հայ եք աստետությունում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեր ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել, ես հարի, ինձ էր ասած, ինձ ռոբը դուք, ասյակներով ես բավարաչապով ձեզ լսեցի, կզած մարդիկ, ուրեմն, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կալուգացնել եմ սատկացնելու, դուք եք կզեն, դուք եք որ թախել եք, ռոբը, մի րոպե, արի մի րոպե մի գնա, ռոբը Սերջը և մյուսները, ովքեր, մի րոպե, հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ես ձեզ լսեցի, ուրեմն են մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին, մեր երեխեքին են տքել են, մեր երեխեքին են լքել են, Ռոբիներ են կզացնելու, Սերժիներ են կզացնելու, կալուգացուներ են կզացնելու, գագոյներ են, մի լավ բան անեի, չտարի հնարավորություն, առողջության ապահովագրություն, թոշակ, բնակարան, մի միլիարդ, քո հետ խոսալություն եմ, ես էլ բան չեք եկել, ոչ, կանգնեք դեպի լսեք, ես կանգնեք և ասում եմ, կանգնեք և լսեք, կանգնեք և ես ասում եմ, են Ղարաբաղ
Ղարաբաղի ակցենտով մի րոպե։ Այն Ղարաբաղի ակցենտով։ Լսեք, ես Ղարաբաղի ակցենտով որ մասկետով մի րոպե լսեք։ Մի րոպե սպասեք։ Ղարաբաղի ակցենտով մի րոպե սպասեք։ Շատ լավ ես ճանաչում։ Մի րոպե։ Ասում եմ, ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ, կանուտացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ, շոքացնելու եմ, ողորմելու եմ դուք ու ասում եմ, ինչ էի կանում։ երկիր ենք սարքում, պատիքին ենք սարքում, դուք եք կանդել, Ղարաբաղով թարանել եք, և ես ասում եմ, ենք Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեց, այս տահակներ, այ փախածներ, այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, չոքցնելու եմ սաղիդ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը, Բարև ես պարոն վարչապետ, վարչապետ, մի հատ դրանից տուր, Նիկոլ վարչապետ, Հանում եմ, չեմ ջղայնացել, պիկապը ուր է ժողովուրդ, Մի հատ ուզում է նկարվել չստացվեց, գլնի։ նկարվի, Ժողովուրդը ես նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև այսօր Զուգայանում մարդ չի սպանվելու։ Եվ մենք համբերատար և լսում եմ, որ գալիս է ինչ ասում, բայց ես համաձայն չեմ, որ իրանց ասելիքը ասեն ու թողեն փախնեն, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք մեր ասելիքը պետք է լսեք։ Այս էլեգին ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը, որ մեր ձեռի ծառել է, այդ մասկեքով ստահակների ես ասում եմ։ Ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում, նատ կամերայի դեմից են կոմ գնացեք։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կա ձեռներները, թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է, ով որ մեր հայրենիքը ձերի ծարել է մենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա խոսակ, դուք ով եք արա այս տահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով է սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա էլ կա կասեք 5,000 զոհ, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի փախնեք, մեկ էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չկարենա դուրս գա, դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան, ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ 2 բառ նախադասություն անել, գլխից կկրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկրակեին,
Դուք հիմա եկել եք ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվել, հատ, մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժն Կալուգացիներ, Գագոնել, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ եւ պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղել, Ղարաբաղը պատանդա եղել, որ Հայաստանը այդ ծխածած կույտի տակ քալանեք, և մենք այսօր այդ քալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։ Եվ էլ եմ ասում, այս մարդիկ որ գալիս են, ես իրանց հանգիստ լսում եմ, եկեք ինչ ուզում եք ասեք, բայց ասեցիք պրծակ, պտի կանգնեք, միջև վերջ, լսեք, ես ինչ եմ ասում, որովհետև չի լինի, և այդ բաները հիմա էլ եկել են բան են անում, թուրքով են վախեցնում, ադրբեջանցիով են վախեցնում, այդ վախնա, ժողովուրդ, ուրեմն թուրքերի և ադրբեջանցիների անունով տարածվող այդ վախնա, որ նրան ձեռքում գործիք է մեր ժողովրդին ստրկացնելու։ Մենք ինձ այսօր եկել են ասում են, դու թուրքամետ ես, դու ադրբեջանամետ ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ընդ որում, ձեզնից ոչ մեկը իր ոչ քաղաքական կարիերայի ընթացքում չի ունեցել լեգիտիմության այն աստիճանը, դրա 10% դուք ընդհանրապես ով եք, դուք ձայն գողցող եք, դուք երկիր գողցող եք, դուք կյանք գողցող եք, մենք պայքարել ենք և պայքարում ենք, ինձ այսօր մեղադրում են թրքամետության և ադրբեջանամետության մեջ, ես Հայաստանի վարչապետ եմ, ով հասկանում է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության պետք է օգնություն, առանց կողմնակի օգնության և աջակցության պետք է կարենանք ապրենք, հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ, մենք լինելու ենք կաշկանդված, մենք չենք լինելու պետություն, այսօր նրանք տրաքում են դրանից, որ մենք ի վերջո դարձել ենք պետություն, այսօր տրաքում են նրանից, որ երբ որ Հայաստանի հարց կա, Հայաստանի հետ կապված, Հայաստանին են հարցնում, իսկ նախկինում Հայաստանի հետ կապված հարցերի մասին Հայաստանին չէին հարցնում, Հայաստանին տեղեկացնում էին, այո մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, այո ունեցել ենք, բայց այդ մենք այդ ամենի միջով անցնելով ձեռք ենք բերել պետություն և անկախություն և այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ և այսօր մենք ազատ ենք, հիշում եք մեկը կար, Գագոյի մեծ աղբերը, որի մի փախած տղուն է պահում, Բելարուսում, Գագոն ասում է տղես ընտրությունից հետո կգա, հույս ունեն թե ընտրակաշարքով Հայաստանում հետ են գալու ինքը Ռոբերտը Սերժի դեմս կալուգացու ու իրանք, ես այդ մարդկանց ասում եմ, այս խոսողները սահմանին հանուն Հայաստանի անվտանգության մի հատ կրակոց չեն արել, իրանք կրակել են Աբովյանում, իրանք կրակել են Քանակեր-Զեյթունում, իրանք կրակել են Արաբկիրում, իրանք կրակել են Տեցի կռուգում, իրանք կրակել են Երևանի կենտրոնում, հիմա իրանք այդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, թաքուն,
որովհետև գիտեմ, որ պատերով կտանք, մեկը թպրտա, պատերով կտանք։ Եվ իրանք դուրս են եկել իրանք բեսպրեդելի իշխանությունն են ուզում։ Բայց ես էլի ասում եմ, ես իմ քաղաքական ուղերձն եմ աղում, որոշողը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է։ Ես ոչ մի խնդիր չունեմ, ժողովուրդը ոնց կորոշի, ինչ կորոշի, մենք հլու հնազանդ ենք ժողովրդի որոշմանը։ Ուզում է Գագոին, ուզում է Ռոբին Սերժը, Ռոբա Սերժերին ուզում է, որ Հայաստանը դառնա Կալուգայի Նիժնի Տապրի գյուղի կարգավիճակի բնակավար, ես խնդիր չունեմ ժողովրդի ընտրության հետ, բայց ես պայքարելու եմ միշտ հանուն Հայաստանի անկախության եւ ազատության, ինչպես նախկինում։ Տիկինը ասում է ինչ է կարել եւ ընդհանրապես այդ առոգանտ ոճը եկել է Հայաստանի վարչապետի առաջ կանգնել է խոսում է ես էլ ասում եմ ասեք մեկ է թողում գնում է ուր ես գնում մի րոպե սպասի ասելիքդ ասեցիր հիմա լսի պատասխանը նախ շնորհակալություն ասա որ հիմա պոտակա զուգարանում գլուխը չեն զղկում շնորհակալություն ասա երկրորդը ասում են ինչ են արել ասում են գիտությունների տեխնացու եմ վերջին 2017 թվականից սկսած Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է Ռոբիկն ու Սերժը Հայաստանում Լևոնն էլ հետը Հայաստանում գիտական հիմնարկները սարքել էին մի հատ ավերակ մենք վերջին տարիներին Հայաստանի գիտական հիմնարկներին այնքան գիտական տեխնիկա ենք մատակարարել պետական բյուջեի միջոցով նախորդ 30 տարիներին այդպիսի գիտական սարքեր եւ սարքավորումներ երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել Երևանի պետական համալսարանում այսօր սուպերկոմպյուտեր կա պետական բյուջեի միջոցներով այսօր գիտության ոլորտի ֆինանսավորումը գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 300%-ով ավելացել է մինչև 300%-ով Այս ենք մենք արել, առողջության ապահովագրություն ենք ներդրել, 65 տարեկան պլյուս մարդիկ, որ հիվանդանոցների դռներին տարիներով մնում են, այսօր մտնում են, վիրահատվում են, դուրս են գալիս, մի լումա չեն վճարում, իրանց պետությունն է իրանց համար վճարում։ Ինչ ենք արել, 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում 16,000 դրամ էր, 16,000 դրամ, մենակ հացի հերիք չէր, ու այն վաղտ ինչ էին ասում այն ժամանակ, ասում էին դե Ղարաբաղի համար, բանակի համար, տեսանք այդ բանակը, ինչքան իրանց քաղաքական կողմնակիցներ կար, իրանց հորողբոր տղեկին, աղբոր տղեկին, ուսերներին պագոններ էին դրել, ու զինվորների ծնողներին հարստահարում էին 30 տարի, այդ բանակի սպաների այն հատվածը, որը իրանց հետ ուղիղ կապ է ունեցել, այդ հատվածը բանակի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Հայաստանի ժողովուրդը ուղարկել է փողը, սնունդը, կոշիկ ամեն ինչը նրանք նստած են եղել լափամանի վրա, իսկ երբ որ կռվելու պահն էր, իրանց նման խոսողները 300-ի տակ արանքը ճղեցին եւ փախան, զինվորներին թողնելով մենակ եւ անկառավարելի։ Հիմա էլ եկել են ասում են 5000 զոհ, ասում եմ Կալուգացի, Ռոբ Գագո, հիմնավորեք, 5000 թիմը հիմնավորեք, եթե չհիմնավորեք, ձեզնից պատասխանը պահանջելու ենք մենք, ձեզնիկ անձամբ պատասխանը չհիմնավորեցիք, ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու, ասում եմ, ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու, կոնկրետ ասում եմ, Ռոբերտ, Կալուգացի, Պրոբելարուս և սրանց արանքներում ոտերի տակ ընկնող Սերժ, 4-ը տել Հայաստանից փախնելու հնարավորության երանի եք տալիս,
տալու, ոչ մեկը չեք փախնելու։ Ձեզ սպասում է երկարատև կյանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության հարմարավետ պայմաններում քրեակատարողական 4 տարբեր հիմնարկներում, 4 տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Եկել խոսել են, բայն կալուգացուն նայեք, այդ հոսանքի գողին նայեք։ Մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել, ավել հոսանք, բնակիչների վրա ավել տասնյակ միլիարդավոր դրամների ավել հոսանք է գրել բնակչության վրա, մանկապարտեզների վրա, զորամասերի վրա, բնակիչների վրա, պետական հիմնարկների վրա։ Ու եկել են ներկայանում են, ու հիմա մտածում է, որ այդ գողացածը կարա ժողովրդին որպես ընտրակաշարք բաժանի, որ իր ձեռից այո մենք վերցրել ենք կոպեկներով սեփական աշնորհված Հայաստանի էներգետիկ ցանցերը։ Նրանք ուզում են եւ դա լինելու է պետական, այլևս անխուսափելի է, ձև չկա։ Միակ ձևն է նա, որ իրանք կանան հեղափոխություն անեն եւ հետ վերցնեն։ Այո, մենք Գագոյի Փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի դղյակը մեծ հողատարածքով այլևս իր սեփականությունը չի ժողովուրդ, այլ ժողովրդի սեփականությունն է իդեմս Հայաստան Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց եք։ Լավ, դու ոնց եք։ Պարոն Փաշինյան։ Լավ, հարպես նվիրեմ ձեզ, լավ ժողովուրդ ջան, լավ։ Մերսի։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, մեծ արգով վարչապետներ Հայաստան։ Կնվիրեք թորնիկիս, կնոջս, տղայիս։ Հարց ունեմ։ Խնդրանք։ Ես աշխատում եմ 4 գյուղում, ստեղի բնակիչ եմ։ 2 տրանսպորտ եմ փոխում։ Հնարավոր չի 52-ը տեղափոխենք 19 պոլիկայի տեղը, էթա 4 գյուղ։ 2 տրանսպորտ փոխելը հասկանում եմ, միակ բանը որ անելու ենք տրանսպորտ ավելացնելու ենք, չգիտեմ ուր կտանենք, բայց ադոնց տրանսպորտ։ Բայց միասնական տոմսային համակարգ չի։ Միասնական տոմսային համակարգի իմաստը հենց դա է իրական։ Մի անգամ աճ վճարում, չէ։ Չէ, 2 անգամ 600 դրամ վճարում եմ, 300 դրամ է, երբ որ մի քանի անգամ փոխում ես, ինքը դառնում է 300 դրամ։ որ 300 դրամ վճարենք էլի։ Մինչև 3 անգամ է։ Հասկացա։ Հասկանալի է։ Այդ փոխանենք, այդ 77-ը 52-ը տեղափոխենք։ Պետք է ըստ օպտիմալին նայենք, Որովհետև կոմիտաս եկող չկա։ Մենք մալաթիայից ոչ եկում։ Ուրախ եմ ձեր համար, ցավը Աստված օրնի ձեր։ Ձեր գործերին առաջին տաս Աստված օրնի Տերը պարապան ցավը տան։ Մենք քո կողմնակիցն ենք, մերրեմ քեզ։ Մենք միշտ քո հետ ենք։ 3 ձեն ունես դու մեր տնից, մերրեմ քեզ։ Ընդհանուր բանը քանի հոգի։ 3 հոգի։ 3-ն ամեն ինչը լավ է, բարով այժմ, մերրեմ ջանից։ Բարով այժմ գործերիդ առաջընթաց, մերրեմ։ Մերսի։ Այդ գլխարկի չեք կարա մի հատ, տակ պարոն Փաշինյան։ Կարամ վերջում, բայց բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք իրանահայ ենք։ Ուրախ եմ շատ։ Երելի ժողովուրդ, Արաբկիր վարչական շրջանի սիրելի քաղաքացիներ, բուռ են ծապերով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ողջունում է ձեզ։ Բուռ են ծապերով ողջունում է ձեզ եւ այսօր ունի այս ամենը մի ասելիք։ Երելի ժողովուրդ ունի պիոտի տեղի են ունենալու կարևորագույն ընտրությունները եւ այդ ընտրություններին մենք մեկ որոշելու բան ունենք։ Արդյոք պահպանում ենք եւ պաշտպանում ենք այն խաղաղությունը, որ հաստատվել է մեր երկրում, թե ոչ։ Եվ եթե որոշում ենք պաշտպանել այդ խաղաղությունը, դրա համար կա մեկ պարզ լուծում։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, խաղաղությանը, ապագային, Արաբկիրին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, քաղաքացիների և կեցե Հայաստանի Հանրապետությունը։
Բարև ձեզ։ Արաբկիր վարչական շրջանի մեր սիրելի քաղաքացիներ, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը բուռ է ծափերով։ Avele kaynaşına bakın diyor. Allah başı. Սամի վարկյա։ Պարոն Փաշինյան, շնորհակալություն։ Ձեր օրինակին հետևելով Մելբուրն ընդունվել, ձեր աշխատասիրությունը տեսնելով էդի համար Շնորհակալություն։ Մելբուրն, Ավստրալիա։ Մենք այն օրը հանդիպում ենք կազմակերպել, դուք ներկա չեք եղել, բայց ես չեն տեղեկացրել։ Մենք հանդիպում ենք կազմակերպել եւ ներկայացուցիչներ կային, եթե չեմ սխալվում, 5-6 հոգի կային եւ ասել ենք, որով ցանկանում ա հանդիպման, տեղեկություն ունեմ, այն ինչ բայց այնտեղ մի քանի վերսիաներ են ասում, որը ես չէի լսել, բայց հիմա փոխանցել ենք նյութերը քննչական, որ նաեւ այդ տեղեկությունը։ Իսկ ինչ եք ակնկալում կոնկրետ ասեմ ինչի, որովհետև մեկը ես ունեմ երեխա ես ոչ բնակարանի կողմատրաբից եմ կարամիտ չի ասենք միանով կամ 16 միլիոնով կարամ տուն առեմ Հայաստանի գնալ Իսկ շատ ծայրամաս չեմ կարում գնալ, որովհետև մտամինի ես եմ բանի Այսինքն դուք եք և ձեր երկու երեխաներ։ Հապայթունի ընթացքում մահացել է ամուսինը, իրա եղբայր, որոնք որը նվարասնաշոտ ցավալի է ու որ գոնե ասմես պատերազմի ընթացքում մահացել հասկանում ես ինչի հանում ինչի է մահացել։ Հապայթունի մահացած ասմես հանում ինչի։ Դեռ կային քաշչոք եկեղային բառիցներից Ես գիտեմ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նայում է, թե ինչ աջակցություն կարա լինի այդ ծրագրով։ Ես գիտեմ։ Շատ եմ դիմել և ձեզ և ազգային ժողովի հանդիպումներ ենք ունեցել, ախր այդ այն հարցն է, որ մի հոգի չի, լիքովից ովեր զոհ կա։ Ես ձեզ մանրամասը կարող եմ ամեն ինչ ասել, չգիտեմ հիմա այդ կարիք կա, թե չկա։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, այդ հարցին Եկավ իջավ ներքև Խնդրում եմ, պարոն վարչապետ, մենք ուրիշ տարբերակ չունենք ձեզ ուղղակի գտնելու, այն որ ասում այսօր ամբողջ օրը ես ձեզ սպասում եմ, որ գայի ես մոտի նկանայի այդ հարցը ձեզ տայի։ Չէ, ես նախ ասեմ, որ այդ հարցը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ինքը այդ թեմայի վրա աշխատում է, որպեսզի մենք կողմնորոշվենք, թե ինչ կոնկրետ, ինչ ծրագիր կարող ենք անել։ Նկատում եմ այդ հարցը սենց թե նենց մեր ուրակարգում է, որպեսզի մենք դա հասկանանք։ Եվ կխնդրեի, որ քննչականներ աշխատանք, թե ինձ դիերի վրից ոսկիներ են կողել։ Խնդրում եմ, այդ հարցի շուրջ մի քիչ ավելի բան եղեք, որովհետև ոչ քննչական է իր աշխատանքը նորմալ կատարում, ոչ էլ ոչ մեկ կատարում։ Ես հուսով եմ, որ իմ այս խոսակցությունը ձեր հետ օդում չի մնալու, դուք այդ հարցում լուծում տալու եք։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ որ մի արձագանք կլինի, բայց հիմա չեմ կարող ասել ինչ է։ Ախր ես ձեզ 100 անգամ նամակ եմ գրել, ձեր նամակները Ինչով եք գրել։ Ես անձամբ բերել եմ, տվել եմ ձեր բան ընդունարանը։ Դե համապատասխան կառույցներ Պաշտպանության բանակի սաղին գրել եք, մենակ մենք չենք, 238 Այն օրը հանդիպմանը ներկայացուցիչներ եղել են։ Ովքեր, ցուցակը կարող ենք պարզել, բայց այդ միջադեպի զոհերի հարազատներից եղել են կառավարության դահլիճում
հանդիպում ենք արել ու եղել են, չգիտեմ, ձեզ տեղ չեն տեղեկացրել։ Ոչ մեկ չի տեղեկացրել, ուղղակի շատ ցավալի է, որ ոչ քնչականում կա այդ դեպքի վրա, ոչ մեղադրյալ կա, ոչ մի բան, այնտենց բան է, որ այդ 219 զոհը, այդ անհետ կորածն 300-ից ավել են, որ ասում է վիրավորները, այնտենց նորմալ մի հատ ամենօրյա մի հատ բան է, աղետ է ուղղակի, դրա մասին ոչ մեկ չի նախարարաշմա վիրահատությունների սա պլատնի, պլաստիկ օպերացիա վիրավորների 700-800 հազար փողի Խնդրում եմ առանձնահատուկ ուշադրություն շնորհակալություն։ Ստանը միշտ ուզում են այսպես հանդիպել։ Ես ունեմ ասել, եւ 40 տարի խոսել, մեկ քննությունով ուսուցչի աշխատավարձ չեմ որոշ։ Խնդրում եմ հաշվի առեք։ Այդ ատեստավորումը որ կա կամավոր մեկ քննությունով ուսուցչի աշխատավարձ։ Բայց դա մեկ քննություն չի, չէ, ինքը համակցված ինչ որ հարցաշար է։ Բայց հարցաշար, բայց գիտելիքների ստուգումը ոչ թե ուսուցչի կարողությունների ու միտածումների։ Համենայնդեպս համակարգը գնալով կբարելավի, որ հնարավորինս դիպուկ լինի։ Ռուսաստանի սահմանապահ զորքերի դպրոցում եմ աշխատում Հայաստանի, գիտեք, Երևանում երկու այդպես դպրոց կա։ Այդ ոչ մի երկրում մեկ քննությունով հարցաշարով ուսուցչի աշխատավարձ չի։ Իսկ քանի քննությունով։ Բացի քննությունից պետք է հաշվի առնել ուրիշ կարողություններ ու հմտություններ։ Այսինքն այդ ուսուցիչը այդ ընթացքում 5 տարվա ընթացքում ինչքան օլիմպիադայի մասնակից, ինչ քննությունների Այդ տարակարգը չի արդեն։ Տարակարգը չի։ Ամեն դեպքում գիտություն կընդունենք եւ խնդրում եմ քարտեզներին ես մենք կլավարկենք։ Մի քիչ լուրջ հարց է, շնորհակալ եմ շատ։ Ես ուզում եմ ձեր ձեռքը սեղմեմ, ես ամենամեծ շնորհակալությունը հայտնեմ նրա համար, որ 55 տարվա մանկավ արդեն ոգից փառավորվում է, երբ նայում եմ քարուքանդ եղած դպրոցների, վերականգնված լաբորատորիաները, սպորտ դահլիճները ու երեխաները այդպիսի պայմաններում, ես ուղղակի մեծ ուրախություն եմ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր խոսքերով, խնդրում եմ զգուշ եղեք, հետևը բանը, փոսը բարձրություն։ Այո, ես մի րոպե տիկնոջը օգնենք իջնի։ Ես եկած եմ Ամերիկայում, որ քեզի Սակրենք ձեզ։ Ջոր բրիֆինգ կանեմ կպատասխանեմ։ Չէ, այսօր չգիտեմ, կարող է նաև այսօր, բայց առաջիկա օրին ոչ պայմանավորվել է։ մի հատ նկար կա։ Արդեն մեկնաբան։ Վիրգորգեմ Տեքսաս։ Հա? Տեքսաս վիրգորգեմ նկար։ Ուրախ եմ։ Երբ եկեք, ինչքան ժամանակ ունեք։ 19-ին էստեղ եք։ Ավելի առաջ ուզեցի գալ։ Հիմա մշտակի պես էսպես կապում։ Լավ եք զգում ձեզ։ Ես էլ եմ եկել, մենք ամուսիններ ենք եկել ենք, որտեղ կանգնենք մեր պետությանն ու մեր խաղաղությանը։ Վերջապես, խնդրում եմ ժպտակ։ Ես եղբայրս բան գապի, San Antonio, Texas։ Կարդեզ ուզեց, ըսի գլխագաղիկ է, անդեղ հայերում պիտի մենտեղ որ Շնորհակալ կոնսուլատին Երգաշ ճանապարհ եք, հիշեցիք թե շատ ձեր դեմքը։ 18 թվից մենք իրար հետ ենք մենք բոլորս։ Ես տարածք է։ Ես վերջի երկու կոնից ես եմ ընտրել։ Շնորհակալ եմ։ Բայց շնորհակալություն եմ հայտնում, իմ ես բաշխան էլ օպերացիա են արել։ Շնորհակալություն։ Հիմա լավ տեսնում եք։ Այո։ Իսկ ինչ խնդրեմ էր։ Փառակալել է։ Չէ, կատարախտը հետո բանը ներքի հատակը չէ բանը։ Հիմա լավ տեսնում եմ։ Մի շատ արվես մի շաբաթ առաջ է երկարել։ Առողջություն վարչապետ կայլա ձեր այդ մի հատ նկար ունենալ ցույց տվությամբ իհարկե։ Սել հետը։ Ահա։ Երկարչար չեմ ասի, բայց դուխով։ Իմացի ձեզ մեջքը տինդա, հուպտը թոյթա։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, մենք ձեր համակիրներն ենք, ես ձեզ մաղթում եմ համբերություն, մեր երկիրը ոտքի կանգնեցնելու, վերցրել եմ արդեն, մեկ մի հատ տվեք, լավ։ Պարոն վարչապետ։ Մեկ էլ մի բան եմ ուզում, եթե դուք այդ հիմնարկ ձեռնարկությունները վաճառում են, սեփականացնում են, Խորհրդաբանության ինստիտուտը 3 տարի է սեփականացրել է։ Պիտի պետությունը մի հատ հայլերը ձեռնարկի տենա ինչ արի, չէ՞ այդ ինստիտուտը։ Որտեղ ինստիտուտն է։ Նորբելի 41։ Բարև ձեզ, պարոն Պրոբլեմատիկ մեր հիմնարկներից մեկն է։ Չեն կարող Քանի լուծում աշխատողից մնացել են 50-ը, ծառայություն մատուցում են, կիսատ, գումարները փոխանցվում է, բայց կիսատ են այդ ծառայությունների Հետաքրքրվեմ ես։ աշխատավարձ չեն տալիս 24 թվից, 25 թվից։ Հետաքրքրվեմ։
խնդրում եմ էլի որ բելի 41 այդ Գիտեմ ես ինստիտուտ դարձրել։ Պարոն վարչապետ, ներողություններ, մի հատ հարց Մեր շենքը պարոն վարչապետ։ փողոցի վրա է մեր շենքը 2017 թվականին երբ դաշինքով դուք եկել եք մեր շենքը տեսել եք 80 տարվա շենք է գերմանացի գերիներն են կառուցել այն վաղ խոսք տվեցիք որ փայտե աստիճանները կփոխեն մի քիչ ռեստավրացիա կանենք բայց 8 տարի ոչ մի Որ շենքն է, չեմ հիշում։ այս վիսոտի շենքը Այսինքն պատմամշակութային հուշարձան, հա։ Անա դիչ պատմամշակութային այդտեղ մի հատ եկեք տեսեք մարդիկ կարան տենց ապրել այս փողոցով որ գնանք մենք այդ շենքին կհասնենք Կգա բայց ինձ մոտ։ Իհարկե Մակրոնի մոտ գնացել է դեր մոտ ո՞ր կգա Չէ, ուզում եմ հարցն չեն թողում, հա։ Շատ իրանը կա քարտեզ ջոկնիկ պետ Շատ մեծ հաճույք։ Ներեցեք մի հարց էլի։ Իմ կարծիքով կրթությունը երկրի հիմքն է, ճիշտ է։ Համամիտ եք դրա հետ։ Տղաս ավարտել է պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Ոգևորված գնաց սովորեց այդ երեխան։ Հիմա եք գործը տվեց ԴՀԿ, որ ընդունվի գործի, ասում է դու պատմական լավ ես արել սովորես, բայց պատմական ֆակուլտետը դա չի անցնում մեր մոտ։ Բարձրագույն ավարտը ոնց կարա չանցնի։ Դե մրցույթների թող մասնակցի։ Չեն մերժել են, ասել են գնա չի անցնում հետի։ Երբ մասնագիտական կրթության հարց կա, հա։ Դե այնտեղ ահագին մարդիկ կան, որոնք ոչ մասնագիտական բարձրագույն ավարտեն, բայց աշխատում են։ Հետաքրքրվենք ինչ անգիր չեմ կարող ասել, պետք է հետաքրքրվենք։ Ուղղակի ուզում է իր սովորածը իր պետության համար աշխատացնի, հասկացա։ Հետաքրքրվեմ ասեմ, հիմա ուղղակի Շնորհակալություն պարոն Փաշինյան։ My favorite speaker of the house. Thank you very much. You're my favorite. Արմաշեն ենք Իրանահայ ենք, խնդրում ենք ձեզ ճանապարհներ մեզ համար հանարեք ստեղծել, որ մենք հանգիստ կարողանանք մեր մայրենի հողով կարողանանք։ Բա ինչն է խնդրեմը։ Քաղաքացիություն ունեք։ Ինչն է, չունեք։ Դե քաղաքացիություն ընդունեք։ Քաղաքացիություն ընդունեք։ Բարի։ Շնորհակալ։ Քաղաքացիություն ընդունեք։ Հեշտ կլինի։ Դե օրենքով սահմանված ընթացակարգերով էլի։ Լավ եք երեխեք։ 10-ի չեք։ Հա? Քննությունների եք։ Չէ։ Հիմա որոշ դասարաններ քննություն տալիս են, որոշները չէ։ Հա, եկեք։ Նկարեք միացեք այդ քուրիկիստան։ Հա, հա։ Ում չեմ տվեք հարտես։ Նկարվեցինք։ Բարև ձեզ։ Спасибо. Այո, քարտեզ։ Ձեզ էլ քարտեզ։ Համեցեք։ Ուй, ջո։ Հաճույքով։ Սա Մարան ջան։ Իրար հետ եք սովորում։ Այդ տղայի հետ։ Ընկերություն եք անում։ Ճիշտ եք անում։ Շնորհակալություն։ Մի հատ ձեզ է պետք։ Պարոն Սիմոնյան, որքան Էլի, անվեր։ Ես չէի նկատել, որ տենց պրոբլեմ կա։ Վարչապետին նկարում ենք, ասում ենք։ Ուրախ եմ եղբայր։ Ժողովուրդ ինչի ակտիվ չենք։ Հա, իհարկե։ Ում չեմ տվեք հարտեզ ժողովուրդ եւ ով ուզում է, կարևոր։ Հա, եղբայր։ Ավարտում եք արդեն։ Որ դասան եք։ Ես առաջին կուրսի։ Հա, առաջին կուրս։ Որտեղ եք սովորում եղբայր։ Ես ֆրանսիական քոլեջում եմ։ Լավ ամեն ինչ։ Մերսի շատ բարում։ Ֆրանսիան լավ տիրապետում եք արդեն։
Ափսոս նախագահ Մակրոնը հետներս չի։ Կխոսայիք մի քիչ։ Հա, խնդրեմ։ Լավ է երբեք։ Գործերը։ Հաճախ ես միջեր։ Ողջույն եք մի հատ էլ արաբկիցներ։ Ողջույն սիրելի արաբկիցներ։ Ողջույն։ Բարև։ Լավ։ Рупорт. Можно сфотографироваться? Давайте. Давно живете в Армении? Хорошо чувствуете себя? Точно? Точно? Да. Ну, вчера Где? в Давиташене. Да, очень приятно. Պաշտպանության համալիրի մշակումը Վարդանյան աղացի մեկնամարտությունն է։ Հիմա չգիտեմ, մարդու ոնց ալուտները։ Այդ ո՞րն է։ Տեխնիկայի պաշտպանությունը։ Մի քանի դեպք պաշտպանում են։ Զբաղվեք, երևի պետքա Ես ուրեմն ուղղորդել եմ պաշտպանության նախարարություն։ Իրանք տնային։ Մեկ է մի հատ հարցեր։ Ամերիկայի գործընկերները ճանապարհի շինության համար ուզում են լաբորատորիա բերեն։ Նրանք ան 10 թվին ուզում էին նվեր բերել։ Նվերը չանցավ։ Հենի բերել են ձեզ նամակ, պատասխանում ենք։ Երբ եք գրել։ Այդ ամիսի պես առաջ երևի։ Ուրեմն ինչ որտեղ տկեն եմ մակագրել կամ որևէ տեղ։ Իրանք կկապվեն երևի։ Ոչ կապեն։ Եթե արձագանք չլինի ընտրությունից հետո նորից գրեք։ Ահա հետաքրքրելի է առաջին համալիրը։ Դե ուրեմն իրանց եմ ես մակագրել։ Դե զբաղվում են, այո։ Սիրելի արաբկիցիներ, ողջունում եք բոլորիդ։ Քաղաքացիական կուսակցության պայմանագիր թիմն է այստեղ, եւ մենք եկել ենք նախ մեր սերը եւ հարգանք արտահայտելու ձեր նկատմամբ, ապա եւ ձեզ փոխանցելու մի առանցքային ուղերձ։ Մենք ակնկալում ենք, կոչ ենք տանում, խնդրում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ կերկանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև շատ կարևոր է նաև բայց հասկանալ, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արաբկիրին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, հարգնահատակների և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ողջունում ենք բոլորիդ սիրելի արաբկիցիներ, ծափերով ողջունում ենք մեր սիրելի արաբկիցիներին, ծափերով։ Ժողովուրդ ջան, քայլեք, որ քայլեք։ Ուր ենք գնում հիմա։ Ուր ենք գնում։ Ողջունում ենք բոլորիդ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը, որն ծափերով է ողջունում Արաբկիրի վարչական շրջանի մեր սիրելի հայրենակիցներին։ Երբևէ կցեն թե բաց հետ կողացնում ենք ստենց կխոսա։ Ժողովուրդ ես տեղից դուք տեղից։ Սիրելի արաբկիրցիներ, նախ ես ուզում եմ ձեզ մի վիճակագրության մասին ասել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք Հայաստանի քաղաքացիներին
1 միլիարդ դոլարի աջակցություն ենք ցուցաբերել տարբեր բնակարանի ձեռքբերման տարբեր ծրագրերով։ Եկամտային հարկի վերադարձ եւ այլն եւ 1 միլիարդ դոլարի մենք արկածիներին աջակցություն ենք տրամադրել, որպեսզի իրենք տներ ձեռք բերեն, կառուցեն եւ այլն եւ այդպես շարունակ, եւ սա արել ենք թալանածը վերադարձնելու եւ թալանի ճանապարհները փակելու միջոցով, որովհետեւ մենք 6 միլիարդ լրացուցիչ դոլար մուտքագրել ենք պետական բյուջե։ Բայց դա չի մեր ամենակարևոր այսօրվա ուղերձը։ Մեր ամենակարևոր ուղերձը այսօրվա հետևյալն է։ Մենք կոչ ենք անում ձեզ եւ ակնկալում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ենք քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չէ։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արաբկիրին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, խարքնահատակների և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ասա իխվայ Կենտրոնի բնակիչ եմ ես 20 տարի դատերի մեջ եմ եղել Կարեն Կարապետյանի քաղաքապետեղած վաստով մի ստորագրությունով տունս խլել եք ձեր օրոք 18 թվին վերականգնել եմ դատարանով Պարոն Ավինյանի ներքին ես ամոթեցի աշխատանքի էլի ես հիմա քաղաքապետարան ու կադաստրի հետ գենպլանի բանի հետ կապված է նոր էլ մոտեցա Լսեք կադաստրի կոմիտեի ղեկավարը ստեղ է գիտեք որ կադաստրի կոմիտեի ներեք մոտեցել ա կինս հենց այսօր առավոտը զանգել են ինձ արդեն քաղաքապետարանի դատարանի որոշումը ամենակարևորն է դա մնացած տեխնիկական հարցեր է կլուծվի դա Այսինքն դատարանը որոշել է որ ձերն է դատարանը որոշել է որ սաղ անօրեն են արել բա սաղ անօրեն են արել ամբողջությամբ էլի կլուծվի Եթե դատարանը որոշել է կլուծվի Շնորհակալ եմ շատ Ունեք քարտը Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Մի հատ կնկարեք ինձ վարչապետի հետ։ Մի րոպե, էլի շատ եմ խնդրում, էլի վարչապետը։ Շնորհակալ եմ անչափ։ Ես եմ շնորհակալ։ Ես եկի Հովհաննես Բադալյանի թողնի։ Վայ, ուրախ եմ։ Ուրախ եմ։ Ինքնին ունեն Բադալյան օպերային երկրի։ Եվ մենք ուզում ենք ասենք, որ Այն օրը ռիլեյ դրել Հովհաննես Բադալյան երկով չեք տեսել։ Ո՞նց չեք տեսել։ Լուրջ եք ասում։ Բայց այդ առավոտյան իմ Facebook-յան էջում։ Այդ առավոտյան ռիլերից մեկը Հովհաննես Բադալյանի կատարումով էին։ Մեզ շուտով նշեցինք 100-ամյակը անցյալ տարի։ Այո, Բայց նայեք, այդ առավոտյան ռիլերից որ դրել են երևի ամիս ու կես առաջ Հովհաննես Բադալյանի կատարումով էր մեկը Ունեն վաստակավոր արտիստա օպերային երկրի Շատ մենք ձեզ հետ ենք Օպերային փոփոխություններ զգում եք, աշխատավարձի փոփոխություն զգում եք Լավ է Նա քարտեզն է ստորիկ Ժորժ ջան, ձեզ չանհանգստացնեմ շատ քարտեզն է Կարանք սելֆի անենք Իհարկե, որի ոտով եկել եմ, հասել եմ ձեր դուրը Սելֆի էլ կա Մեծ հաճույքով Համեցեք Թե արական ենք Հա, շուտ Լավ եք, հաջի Լավ եք Երեխեք ջան Ավարտում եք դպրոցը թե դեռ չէ Հարպես